հրաշալի օր է այսօր եւ ուզում եմ ձեզ ասել, որ Նիկոլ Փաշինյանը մաֆիան հանել է իմ դեմ։ Հիմա բացատրեմ թե ոնց։ Նա բազմիցս խոսել է այն մասին, որ դատական համակարգում կա մաֆիա, դիրում է մաֆիա, ինքը պայքարում է այդ մաֆիայի դեմ եւ հետո դիմել է դատարան եւ այդ որ ինքը այդ մաֆիայի դեմ պայքարում է, նույն մաֆիային փաստորեն դիմել է եւ ասում է, որ Էդմոն Մարուքյանից պահանջեք 6 միլիոն դրամ եւ նաեւ ներողություն եւ հերքում կամ ներողության հրապարակային հնչեցում, չեմ տեսել դեռ հայցադիումը չենք ստանում, հայցադիում չունենք, ֆիքսեք, չկա հայցադիումը, չենք տեսել, մամուլից գիտենք դա, որ դեռ եմ ենթադրում, որ ես իմ ու եթերում ասել եմ, որ ընտրակեղծիքներ են եղել եւ մեղադրել եմ իրեն եւ ինքը դրանից վիրավորվել է, շատ լավ։ Հիմա գործը դատարանում է եւ դատավոր Աննա Շիլաջյանը որոշում է կայացրել, այսինքն Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան, խնդրել է որ բացեն որ հայցադիումը վարույթ ընդունեն, նաեւ հայցի ապահովման միջոց կիրառեն։ Հայցի ապահովման միջոցը բացատրեմ թե ինչ է։ Օրինակ մեկը մեկին գումար ապարտ, դիմա դատարան ասում է գումարս հետ տուր, բայց մինչև դատարանը կքննի որ գումարը ճիշտ է հետ տալը, թե ճիշտ չի հետ տալը կամ կա նման պարտ թե չէ, այդ գումարի չափով ասում է այս պատասխանողի գույքի վրա արգելանք դիր, հաշիվներ, բանկային հաշիվներ բան, որ հանկարծ նա այդ գումարը չփախցնի, չծախսի, չվատնի, չգիտեմ, ես իմիջ չանի, որ անվտանգությունն ապահովի այդ գումարի մինչև վեճը կլուծվի։ Հիմա Փաշինյանի վեճը իմ հետ կապված վիրավորանքի եւ զրպարտության մասին է ըստ իրա։ Հիմա փողի մասին չի ես վեճը, բայց ինքը փող է ուզում։ Հիմա այս փող ուզող Փաշինյանը, նայ, դատանից ոչ մի բան չեմ ստացել, բայց հարկադիր կատարողները արդեն արգելանքներ են դրել 6 միլիոն դրամի չափով իմ հաշիվների վրա, գույքի վրա եւ ահա որոշում կատարողական վարույթ հարուցելու գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու եւ արգելանք դնելու մասին, այսինքն գույքի նկատմամբ իմ հետախուզում են հայտարարել, Նիկոլն ասել է հետախուզեք Էդմոն Մարուքյանի գույքը եւ բանկային հաշիվները սառեցրեք, որ չկայանա ոչ մի բան անի, ասենք, հաց չառնի Էդմոն Մարուքյանը, չգիտեմ, փաստաբան չվարձի, փող չունենա փաստաբան վարձելու եւ ոչ մի բան չկարողանա անի, լավ, միտքը դա է, այսինքն եթե մարդը վիրավորվել է, դու իմ դատարան ասում վիրավորվել եմ, թող վիրավորանքի համար ներողություն խնդրի։ Կամ եթե զրպարտություն է տարածվել, չէ, զրպարտության համար ներողություն խնդրի, չգիտեմ, հեյքի զրպարտությունը։ Սա է ձևը։ Չնայած ես նախորդ իմ խոսքում ասել եմ, որ քաղաքական գործիչներին դատի չպետք է տան։ Դա սկզբունք է, դա ֆունդամենտն է քաղաքականության, որովհետև քննադատությունները երկկողմանի են լինում, հասկանում եք։ Ինքն էլ է քննադատում, դու ես քննադատում։ Հիմա ինքը շատ խորը վիրավորվել է, ով ինչ ասես իրան ասում է, նա դատի չի տվել, ինչ ասես իրան ասում են, նայեք մամուլը։ Բայց ինքը դատի է տվել Էդմոն Մարուքյանին եւ այդ քիչա մի հատ 6 միլիոն դրամ ուզում։ Ես այդ արդեն դրան մեկնաբանել եմ, որ դա մոտարապես Ռոնալդոյի հետ ֆուտբոլ խաղալու մի բան է լինելու։ Բայց այստեղ անակնկալն է նա որ դատարանը, դատավոր Աննա Շիլաջյանը վերցրել հայցի ապահովման միջոցը բավարարել է։ Ասենք դատարանը չի մտածում, որ վերջին հաշվով սա Հայաստանի միջազգային վարկին է հարվածում։ Դատարանը չի մտածում, որ վերջին հաշվով այստեղ խոսքը չի գնում գույքային վեճի մասին։ Այսինքն 6 միլիոն դրամի հայցի ապահովման միջոցը, որ ինչա բավարարել դատարանը, որ ինչա կիրառել այս հայցի ապահովման միջոցը, որ ինչ լինի, որ ասենք ինչ լինի, ասենք որ բանը պատասխանողը, հա, տուժվի, մինչև այդ վեճը կքննվի, դատարանը կպարզի վիրավորել ես, չես վիրավորել, զրպարտել ես, չես զրպարտել, չէ ինքը մի հատ արդեն ի սկզբանե որպես պատիժ միջոցներ ա կիրառում։ Սա աբսուրդ է։ Վիրավորանքի եւ զրպարտության գործով սա կիրառելը խայտարակությունը աբսուրդ է եւ չգիտեմ ԲԴԽ-ում բարձրագույն դատական խորհրդում, որի նախագահային SMS-ով Նիկոլը հանում է, նշանակում է, բան անում։ Աբսուրդ անիմաստ է, էլի ասենք հույսեր փայփայել, ինչ որ էս մարդկանց ինչ որ բաներ ասել, որ ես կբողոքեմ բարձրագույն դատական խորհուրդ բան։ Մյուս կողմից նաեւ ինձ վատ եմ զգում, որովհետեւ այն իմաստով որ հիմա մարդիկ բանտարկված են, ասենք Հանիրավի Միքայել Սրբազանը հետապնդվել է, կալանավորվել է, շարունակում է հետապնդվել, այսինքն ազատությունից է զրկվել, հիմա ինչ անենք իմ հաշիվների վրա արգելանք են դրել, որ չկարողանամ ոչ մի բան անեմ։ Okay, լավ։ Ինչ անենք դե։ Եվ մինչև այդ հիշեք, Փաշինյանը ինչքան է քարոզել, որ ժողովուրդ ջան, քեշ փող մի պահեք, միայն բանկային քարտերով, բանկային քարտ, ինչ փող ունեք դրեք բանկեր, միայն բանկերի միջոցով բոլոր գործակներ արեք։ Ինչի՞։ Որ նման իրավիճակներում մարդը մնա ուղղակի բան, առանց գումարի։ Բնականաբար ես չեմ հավատացել այդ իր քարոզին եւ չեմ բան նվիրվել բանկային համակարգին եւ բոլոր միջոցներս բանկային համակարգում պահել, բայց մեկը մեր ժողովրդին ինքը դա է, չէ՞ քարոզել, որ միայն բանկերով։ Եվ պարզա չէ ցանկացած նման իրավիճակում մարդիկ
Սա ինչ է, սա սանկցիա է։ Դա սանկցիա։ Օրինակ Միացյալ Նահանգները սանկցիաներ է կիրառում, չէ՞, ինչ որ ընկերությունների նկատմամբ բանկերում նրանց հաշիվները սարեցնում են։ Դա սանկցիա է։ Ռուսաստանն է սանկցիաներ կիրառում, Չինաստանն է սանկցիաներ կիրառում, Եվրոմիությունն է սանկցիաներ կիրառում։ Սա էլ հորիզոնական, անհատ հարաբերության մեջ սանկցիա է։ Այս պարագայում անհատ հարաբերություն չի։ Ճիշտ է Նիկոլ Փաշինյանը որպես Նիկոլ Փաշինյանը դատի տվել, բայց դատարանը նրան դիտարկել է որպես վարչապետ, որ վարչապետն է դիմում, ապա ինչ անենք, ինչա պետք անել։ Արագ մի հատ Մարուքյանի բաները, հաշիվները, մի հատ արագ արգելանքի դրեք, մի հատ գույքը բան հետախուզեք, արգելեք, խանգարեք, բան արեք։ Էս է իրավիճակը, ժողովուրդ ջան։ Այսինքն պատկերացրեք սովորոշ մի սովորական գործով սենց բան չկա, սենց բան չի լինում։ Ասեց ինչ դեպքում ալնում, մեկը մեկին փողապար, գույքային վեճաբան, այսինքն մարդը դիմել է դատարան, ասում է, չգիտեմ, 5 միլիոն դրամ եմ տվել, պարկով հետ չի տալիս։ Խնդրում եմ պարտավորեցնել գումարս վերադարձնել, բայց մինչև գործը կքննվի, միջնորդում եմ արգելանք դնել նրա գույքի միջոցների, բանկային միջոցների վրա այդ գումարի չափով, որ հանկարծ մինչև դատը չավարտվի, նա այդ գումարը օրինակ չդնի իր գույքը վաճառի, բանկի հաշիվների գումարները ծախսի եւ հետո այս մարդը դատը կրի, բայց վճիրը չկարողանան իր կատարածել, ինչի որտեղ գումար չլինի, որ իրան տան։ Այսա գույքային վեճն է։ Այստեղ շատ նորմալ է, որ դատարանը բավարարի եւ կիրառի հայցապահման միջոց։ Բայց այս դեպքում սա զուտ հետապնդման մի հատ օրինակ է, սա հետապնդում է։ Ինքը ինչ է ուզում անի, ուզում է ես սուս մնամ։ Հասկանու՞մ եք, ուզում է լռեմ։ Ուրիշ բան չի կարող անի, հա, ուրիշ ոչ մի բան չի կարող անել։ Էս անում, էսա գտել էս անում։ Այս խայտարակությունը եւ ես չեմ խոսել իմ անձնական խնդիրների մասին, էլի։ Հորս աշխատանքից հանել եմ ժամանակին։ Էլ ես ընթացքում։ Կնոջս աշխատանքից հետապնդել են, որ դիմում գրի դուրս գա նույնը տեղի ունեցել։ Եղբորս էլի աշխատանքից էլի հետապնդել են, որ դիմում գրի դուրս գա, ընդ որում բանա, ոչ պետական համակարգերը, ոչ պետական համակարգերը։ Եղբայրս պետական համակարգում չի աշխատում։ Իմ ընտանիքի բոլոր անդամները հետապնդվել են այս իշխանության կողմից։ Բայց ես որևէ եթերում դուք լսել եք, ես սա մասին պատմեմ, ասեմ սենց, ասեմ նենց։ Հիմա տեսնում են, չէ, ախպեր, այս մարդը սուս չի մնում, այս մարդը շարունակում է քաղաքականությամբ զբաղվել, որը դե Հայաստանում չկա, դա Հայաստանում գոյություն չունի։ Քաղաքականություն չկա Հայաստանում։ Ոնց որ ասենք դատարկ բասեինում լողորթը գծվի էլի, ասենք մոտավորապես դինն է Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել, բայց մենք շարունակում ենք զբաղվել։ Եվ ինչ անենք, որ սա սուս մնա, ինչ անենք, որ սուս մնա, եւ այդքան պատկերացնում եք, այդքան խոսք ունեմ ասած։ Ուսումնասիրել են sense մանրամասը sense խցկվե մեջ այդ ամեն խոսքի ամեն բառը առանձնացրել, արա ինչ գտնենք, արա ինչ հաստե գրած, այս ինչ հասե բան եւ ըստ Ազատություն ռադիոկայանի, քանի որ ես չեմ ստացել դիմը, Ազատություն ռադիոկայանը դատական դեպարտամենտից է իմացել։ Ինֆորմացիան վերջնական չի, այցադյումը կլինի կասեմ, որ ես ասել եմ դուք պուճուր ընտրակեղծարարներ եք, նստել եք Սերժ Սարգսյանի ռեժիմի համակարգի վրա եւ նույն բաներն անում եք։ Դուք պուճուր ընտրակեղծարարներ եք, ինքը վիրավորվել է, որ իրան ասել եմ պուճուր ընտրակեղծարար։ Այդ դրա համար պահանջում է, որ մենք հերք ենք, ասենք չէ դու պուճուր ընտրակեղծարար չես, դեռ ներեություն խնդրենք, չգիտեմ, այցադյումը ստանամ կերևա, բայց էսա, բայց հասկացանք լավ, մի կանոն խախտել է, որ քաղաքական գործի չէ, քաղաքական գործին դատի չպետք է տա, այդ կանոնը խախտել արդեն դատի ատվե, այդ մի կանոն եւ երկրորդ կանոնը էս խայտարակությունն է, այս ինչա, չես ամաչում, այս ինչ ես անում, թե բան Մարուքյանի հաշիվներս առեցրեք, թող դա չկարենա, փող ծախսի։ Այն խնդրեմը գիտեք ինչի՞մա, որ այդ արատավոր համակարգի դեմ բոլորով պայքարել ենք, այդ թվում իրար հետ, ես Նիկոլ Փաշինյանը, հազարավոր մարդիկ։ Հիմա այդ համակարգը իրան բաժին է ընկել, այդ համակարգի գլխին ինքը նստած է։ Հիմա հարց առաջանում ես, այս դատավորին մենք քննադատենք, արտադրության համակարգը քննադատենք, չքննադատենք։ Սա բանա, այս դատավորը ինչ որ բավարարենք, խայտարակում է Հայաստանի Հանրապետությունը։ Ասում եմ, խայտարակում եք ռեսպուբլիկան, այսինքն ոնց կարելի է զրպարտության վիրավորանքի գործով հայցիապահման միջոց կիրառել մանավանդ նման իրավիճակում։ Չգիտեմ, կարող է ինչ որ իրավիճակներ կա արել են նման։ Աբսուրդ է, կոնկրետ աբսուրդ։ Բայց ես իմ ժողովրդից թաքցնելու բան չունեմ այս մասով։ Պետք է մարդիկ իմանան ինչա կատարվում, ինչեր են անում այս երկրում։ Դատավարությունը կսկսվի բնականաբար մենք կօգտվենք մեր իրավունքներից եւ կպաշտպանվենք դատարանում։ Մինչեւ եվրոպական դատարան այս գործը գնալու է բնականաբար։ Մինչեւ վերջ պետք է ցույց տալ, թե ինչ ռեժիմ է դարել այս ռեժիմը, թե ոնց է այս ռեժիմը դեֆորմացվել, էլի, այսինքն ժողովրդավարություն, բաստիոն, մարդը կառավարության դրանը քացով խփում էին, ասում են, պարոն վարչապետ, դրանը քացով ասում են, ոչինչ, դա իրանց կառավարության դուրն է, ջարդում են, թող ջարդեն իրանց դուրը, բան, եւ այդտեղից ինքը եկել է հանգե այս դրվագին։ 6 միլիոն դրամ։ Փող ա ուզում։ Նիկոլը փող ա ուզում, ժողովուրդ, փող ա ուզում Նիկոլը։
Բայց ամեն դեպքում մենք շարունակենք մեր քաղաքական գործունեությունը։ Չնայած որ Հայաստանում չկա քաղաքական կյանք, քաղաքականություն գոյություն չունի, եւ եթե մի բան գոյություն չունենում, ինչ ենք անում։ Հավաքվում ենք, ստեղծում ենք, կառուցում ենք դա։ Ինչի որ բուժենք այդ համակարգը։ Ինչի որ երկիրը նորմալ ռելսերի վրա ընկնի եւ գնա դեպի զարգացում։ Այս խայտարակ վիճակից դուրս գա։ Սա է ուզում այսօր ձեզ ասել, մաղթել լավ կիրակի օր։ Ես լոռու ձորերում եմ, մեր լոռու ձորերում եմ։ Այսպես ցույց տամ, տեսեք ինչ տեսարաններ ունենք այստեղ, նայեք։ Գետի ձայնը լսվում է, չէ՞։ Եվ ինչ եմ ուզում ասել։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, լավ մնացեք։